Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց շեշտելով, որ վերջին օրերուն որոշ օգտատերեր ընկերային ցանցերում մեջ կհրաբարագեն առաջնակիցի կամ բանակային թիրքերուն վերաբերյալ իրականության չհամապատասխանող տեղեկություններ։ Պաշտպանության նախարարությունը գոհորթոր է զերծ մնալ բանակային եւ սահմանային իրադրության առնչվող ոչ ըստույգ սխալ եւ մտածածին տեղեկություններ հրաբարագել են եւ հետեւիլ պաշտպանության նախարարության պաշտոնական լրահոսին, ըսված է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Մարտ 21-31 Թուրքիո հետ սահմանի մարգարե անցագետը կգործեր Սուրիա մարդասիրական բեռներ ուղարկելու համար։ Որոշումը ընդունվեցավ Գարավարության մարտ 29-ին նիստին։ Նախագիծը արիտ կստեղծե Հայաստանի Հանրապետության անունով Սուրիո Արաբական Հանրապետություն ուղարկվելիք մարդասիրական օգնության համար նախադեсված բեռները ավելի արագ եւ նվազ ծախսերով դեղ հասցնելու համար։ Հայ-թուրքական սահմանի մարգարե անցագետը վերջին անգամ բացված էր 2023-ի փետրվարին Թուրքիո մեջ փետրվար 6-ի ավերիչ երկրաշարժեն հետո Հայաստանը ցամաքային սահմանով մարդասիրական օգնություն ուղարկած էր այդ երկիր։ Հայկական կողմը վերագառուցեց մարգարեի անցագետը ծախսելով շուրջ 1 միլիարդ դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան շնորհավորական ուղերձ ցղած է Հայաստանի քրդական համայնքին նոր դարվան Նավրուզի արիթով։ Մեր երկրի մեջ ապրող քրդական համայնքի բոլոր ներկայացուցիչներուն, որոնք մեր հասարակության կարևոր հատվածն են, մեր հասարակական եւ մշակութային կյանքի ուրույն երանգներ հաղորդողները, կմաղթեմ նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ։ Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթներու պահպանման եւ զարգացման ասպարեզի մեջ։ Հայաստանի կառավարության աջակցությունը այս ուղղությամբ պիտի լա շարունակական, ըսված է վարչապետի ուղերձին մեջ։ Հայաստանի արտաքին գործոստ նախարար Արարատ Միրզոյան ուղերձ ցղեց ֆրանկոֆոնի միջազգային օրվան արիթով նշելով, որ Հայաստան մեծ երանդով կպատրաստվի ֆրանսախոսության 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերուն, որը պիտի հյուրընկալի Երևանի մեջ 2027 թվականի հուլիս 23-ին օգոստոս 1։ Այս բացառիկ իրադարձությունը ոչ միայն պիտի ամրամնթե Հայաստանի բարեկամական գաբերը ֆրանսախոս երկիրներուն հետ, այլև մեծապես պիտի նպաստի Հայաստանի մեջ ֆրանսերեն լեզվի տարածման եւ ամրամնտման։ Հայաստանի արտաքին գործոստ նախարարութենեն կդեղեկացնեն, որ արտաքին քաղաքական քերադեշտության ղեկավարը ընդգծած է, որ Հայաստանի պետական կառույցներու, համայնքներու, ֆրանկոֆոն երկիրներու տեսփանություններուն եւ ամբողջ երկրի տարածքին դեղի պիտի ունենան հարյուրավոր միջոցառումներ, մեծարելով ֆրանսերենը, համախմբելով ֆրանկոֆոնյան սնուցող արժեքներու, մշակութային բազմազանության, խաղաղության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքներու շուրջ։ Արժանտին ողջունեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններու ավարտը։ Այս մասին հայտարարություն տարածեց Արժանտինի արտաքին գործոստ նախարարությունը, որը հրաբարակված է X-ի էջին։ Արժանտին լիահույս է, որ այս գործընթացը պիտի նպաստի երկու երկիրներու զարգացման եւ բարեկեցության, ապահովելով գայունություն եւ բարգավաճում հարավային Կովկասի տարածաշրջանին համար, ըսված է հայտարարության մեջ։ Հայաստանն ու Ադրբեջանը մարտ 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու եւ ադոր շուրջ բանակցությունները ավարտելու ուղղությամբ։ Մոսկվայի մեջ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործոստ նախարարություններու միջև քաղաքական խորհրդակցություններ տեղի ունեցան Հայաստանի արտաքին գործոստ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի եւ Ռուսաստանի արտաքին գործոստ նախարարի տեղակալ Միխայել Գալուզինի գլխավորությամբ կդեղեկացնեն նախարարութենեն։ Կողմերը քննարկած են երկկողմ հարաբերություններու օրագարկի հարցերու լայն շրջանակ, միտքեր փոխանակված են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև արևդրական տնտեսական փոխգործակցության զարգացման, ինչպես նաեւ մշակութային եւ մարդասիրական ուղղություններով հարաճիգային իրականացվելիք համատեղ միջոցառումներու վերաբերյալ։ Նախարարի տեղակալը Ռուսաստանի գործընկերոջ տեղեկացուցած է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններու եւ դեսլագանի, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացի խաղաղության համաձայնագրի համաձայնեցման, Հայաստանի կողմեն խաղաղության խաչմերուկ ծրագիրի շրջանակներու մեջ ապաշրջապակման ուղղությամբ տարվող աշխատանքներու վերաբերյալ քննարկված են նաեւ տարածաշրջանի զարգացումներուն առնչվող շարք հարցեր։ Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի գալանավորման վերաբերյալ իր առաջին հրաբարակային մեկնաբանության մեջ ընդդիմությունը մեղադրեց կատարվածը քաղաքականացնելու եւ սեփական խնդիրները գոծկելու փորձերուն մեջ։ Երեքշաբթի Ստամբուլի համալսարանը չեղարկած էր Իմամօղլուի վկայականը, որուն հետևանքով անգրնազրկվել նախագահական մրցապայքարին մասնակցելու իրավունք են, քանի որ սահմանադրության համաձայն նախագահի տեխնազու գրնաթարնալ միայն բարձրակույն գրթություն ունեցողը։ Էքրեմ Իմամօղլուն կհամարվեր 2027 թվականի Թուրքիո նախագահական ընտրություններու գլխավոր ինտիմատիր տեխնազուն եւ Թուրքիո առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Չորեքշաբթի Փերման ենթարկված է ոչ միայն Իմամօղլուն, այլև անոր մամլոքարդուղար եւ քաղաքապետարանի մոտ 100 աշխատագիծ։ Ստամբուլի քաղաքապետին ձերբակալութենեն հետո Թուրքիո մեջ փողոքի ցույցերը սկսած են։
Դոնալդ Թրամփ հրամանագիրը ստորագրած է, որմով սկիզբ կտրվի Ամերիկայի գրթության նախարարության լուծարման գործընթացին։ Սա Թրամփի նախընտրական խոստումներն մեկն է։ Հրամանագիրը ստորագրված է Սպիտակ տան մեջ տեղի ունեցած արարողության ժամանակ, որում մասնակցած են նահանգապետեր, գրթության ոլորտի պաշտոնյաներ եւ դպրոցականներ։ Օվալացիվ աշխատասենյակի մեջ կառուցված է ամբողջ դասասենյակը Թրամփի համար առանցին գրասեղանով։ Թրամփ ասաց է, որ Ամերիկան ավելի շատ գումար կձախսի գրթության վրա, քան աշխարհի որևէ այլ երկիր, չնայած գրթության նախարարությունը ոչ մեկուն չի գրտեր, այլ ունի 80-ը ավելի աշխատակիցներով հասարակայնության հետ կապերու բաժինը, որուն համար դարեգան կձախսվի ավելի քան $10 միլիոն։ Գրթության նախարարության լուծարումը երեխաներուն եւ անոնց ընտանիքներուն առիթ պիտի դա դուրս գալու համագարկեմը warning sing չարթարացներ, ըսված է հրամանագիրի մեջ։ Ռուսաստան եւ Ուկրաինան կշարունակեն հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ Ուկրաինի Օդեսայի շրջանը ռուսական ուժերու կողմեն ենթարկված է զանգվածային հարձակումը, որում պատճառով կան թերահաս վիրավորներ։ Ուկրաինի արտակարգ իրավիճակներու pedagogan ծառայությունը նաեւ հայտնած է, որ փրկած են բազմաթիվ հրթեհներ։ Բացի այդ, գերադեսչությունը հայտնած է, որ Զապորոժիայի մեջ ռուսական ռումբերու հարվածներու հետևանքով 5 անձ վիրավորված է։ Այրած են մեքենաներ, բնակելի տուներ, ըսված է հաղորդակցության մեջ։ Եվրամիությունը մերժած է Վլադիմիր Պուտինի պահանջը Ուկրաինի ռազմական օգնությունը ամբողջությամբ դադարեցնելու մասին։ Եվրամիության առաջնորդները բացառությամբ Հունգարիո վարչապետ Վիկտոր Օրբանի մերժած են այդ պահանջը։ Բրյուսելի կակակնաժողովի մեջ ընդունված հրճագակիրի մեջ պետություններու եւ կառավարություններու ղեկավարները վերահաստատած են իրենց հանձնառությունը շարունակելու զենքի եւ զինամթերքի մատակարարումը, որբեսի օգնեն ուկրաինական զինված ուժերուն թիմակայելու Ռուսաստանի լայնածավալ ներխուժման։ Սլովակիան, որ նման դիրքորոշում ունի Հունգարիո հետ, այս բարակային միացած է մեծամասնության։ Հայտարարության մեջ նաև ասված է, որ Եվրամիությունը պիտի շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա եւ ավելցնել Ուկրաինի ռազմական աջակցությունը։ Ցեզի հետ Անի Զեյթունցյան։